Ժորժան դիտեք։ Ձեր թաղապետը այսօր հրաժարական տվեց։ Ինչու՞։ Եթե մինչև հիմա չէր տվել։ Թաղապետը ինքը հիմնավորել է, թե ինչու է հրաժարական տալիս, որովհետև ինքը ասաց, որ հիմա իրավական գործընթաց է գնում։ Ուշադրություն։ Այսինքն ոչ թե նրա համար որ մարդացեցել։ Այո, ինքը դրանից հետո հարցազրույց է տվել եւ ասել է, որ ինքը չի զղջում, որ նման միջադեպ է ունեցել։ Ժորժան, հիշում եք բոլորդ, որ վերջերս նոր-նորքի թաղապետը իր թիմակիցներով թաղապետարանի մեջ ծեծեցին քաղաքացու։ Մենակ չասեք քաղաքացին եկել էր սադրելու եւ այլն, հասկանում եք որևէ բան չկա արդարացում, թեկուս եկել էր սադրելու, թեկուս այն, թեկուս ինչ-որ հիվանդ մարդիկ կարողան մյուս օրը գան։ Դա չի նշանակում, որ կա արդարացում, որպեսզի թաղապետը իր թիմակիցներով քաղաքացու ծեծի թաղապետարանում, հասկանում եք, սա անհնարին բան է որևէ զարգացած նորմալ երկրում։ Եվ դրանից հետո այդ թաղապետը լինելով կուսակցական Արամ Սարգսյանի կուսակցությունից չի զղջում, հասկանում եք, ասում է ես չեմ զղջել, ես առաջի հերթին տղա եմ, հասկանում եք, քաղաքականությունը մեր մոտ փողոց է, քաղաքականությունը առհասարակ չեն հասկանում մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, թե ինչ է քաղաքականությունը։ Մի հատ էլ Արամ Սարգսյանը նայեք ինչ է ասում։ Դա ճիշտ է ըստ ձեզ։ Գիտեք, ես չէի ուզենա դրան գնահատական տալ, որտեղ ես կարծում եմ, որ ամեն ինչ պիտի նայել արմատից։ Կուսակցություն, որը ձգտում է արևմուտք, որը խոսում է ժողովրդավարությունից, որը ասում է, որ իրենք ժողովրդավարական են, մնացածներին ասում են հանցագործ են, ասում են, ես չեմ ուզում գնահատական տամ։ Չի ուզում գնահատական տա իր թիմակցին, իր թաղապետին, որը մարդ է ծեծում, դուք հասկանում եք։ Մի հատ էլ ասում է պետքա նայենք արմատին։ Նույնիսկ Պետրոսը զարմանում է ու հարց է հղում, խնդրեմ։ Կա տենց արմատ, որի դեպքում մարծեցելը ճիշտ է։ Ժորժան, մեր երկրում միջև նորմալ մարդիկ չսկսեն զբաղվել քաղաքականությամբ, միջև նոր սերունդ չգա, միջև նոր քաղաքական դեմքեր չգան, այսպես ճահիճում էլ ապրելու ենք։ Այո, ճահիճում, որովհետև երկրում պետք է նորմալ քաղաքական բովանդակություն լինի, քաղաքական կոնտենտ լինի։ Չնայած խեմ զարմանում, ինչպիսին է ազգային ժողովը, այնպիսին է երկրի վիճակը։ Բաժանորդագրվեք իմեջին ու գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը։